Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճար, Հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնն է, ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը, կառուցվել է 1868-ից 1887 թվականներին։ Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիձյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում 1820 թվական։ Շահեն Մկրտչյանի կարծիքով դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մի այլ եկեղեցի։ Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև։ Բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը»։ Սակայն եկեղեցին ուներ միայն մեկ քահանա։ Այդ իսկ պատճառով ճարտարապետները որոշեցին կառուցել մի ընդհատակյա սենյակ, որտեղ տեղի կունենար հրաշքը։ Քահանան թողություն էր խնդրում լսելով իր սեփական ձայնը, ասելով. «Թող իմ ականջները լսեն, թե ինչ են բարբառում իմ շուրթերը»։ Այս երևույթը միակն է աշխարհում և այն մինչև հիմա էլ գործում է Շուշիի ամենափրկիչ Ղազանչեցոտ եկեղեցում։ Զանգակատունը կառուցվել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցի կողմից։ Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն։ Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում։ Եկեղեցական համալիրը գտնվում է Շուշիի կենտրոնական մասում և իր արտաքին տեսքով նման է Էջմիածնի Մայր տաճարին, կազմված է եկեղեցուց և զանգակատնից, հիմնականում կառուցվածքով նման է բազիլիկ եկեղեցու, չունի գմբեթ։ Համաձայն եկեղեցու հարավային մուտքի գլխամասի շինարարական արձանագրության կառուցումը սկսվել է 1868 թվականին և ավարտվել է 1887 թվականին, իսկ 1888 թվականի սեպտեմբերի 20-ին Մակար I կաթողիկոսը օծել է եկեղեցին։ Եկեղեցին 34,7 մետր երկարությամբ, 23 մետր լայնությամբ և 35 մետր բարձրությամբ ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր հորինվածքով կառույց է։ 4 ճակատներից դուրս է գալիս աբսիդներ, ունի 3 մուտք՝ արևմուտքից, հյուսիսից և հարավից, որոնք ունեն միանման ճարտարապետական հորինվածք և որոնց առջև կառուցված է երեքական դռներով բոլորաշեն նախամուտքեր։ Նախամուտքերի վերնամասում բացված են փոքրիկ խաչաձև լուսամուտներ։ Գմբեթը հենված է 4 հաստահեղույս մույթերի վրա։ Եկեղեցին հարուստ է զարդաքանդակներով, դռներին, լուսամուտների կամարների վրա և այլուր։ Լուսամուտներն ունեն 1 մետր լայնություն, 5 մետր բարձրություն։ Պատերին առկա են հայատառ բազմաթիվ արձանագրություններ։ Թմբուկի թեթևացման համար 16 նիստերը մշակված են իրար մեջ ներգծված պատուհան որմնախորշերով, իսկ նիստերի վերնամասն ավարտվում է ճակտոններով, որոնց գագաթներից սկսվում են գմբեթի բեղարի ծավալի կողերը։ Անշարժ զանգվածի մեջ արված խորշերը ծառայում են երկրաշարժի ժամանակ որպես մեղմիչ։ Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք։ Այն 3 հարկանի շինություն է։ Մուտքի մոտ գտնվում են փողեր բռնած հրեշտակների արձաններ, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանի վրա։ Հետաքրքիր փաստեր։ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Ղազանչեցոտ եկեղեցում տեղի ունեցավ հարսանեկան մեծ արարողություն, որի ժամանակ ամուսնացավ 550 զույգ։ Շուշիի Ղազանչեցոտ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրեշտակը համարվում է հավատքի և հավերժության խորհրդանիշ։ Տաճարը կառուցվել է 19-րդ դարում, դարձել է ոչ միայն հոգևոր կենտրոն, այլ նաև Արցախի մշակութային ինքնության ուժեղ նշան։ Նրա զանգակատան վրա կանգնած հրեշտակները փչում էին փողեր՝ խորհրդանշելով պաշտպանություն, լույս և աստվածային ներկայություն։